Դավիթ Սիմոնյան, Գյումրու համար 19 միջնակ
դպրոց։ Թիմի ներկայացուցիչը 100,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 100,000 դրամ։ Շնորհակալություն։ Այժմ 3-ից 6-րդ դասարանների պայքարում հաղթող թիմի պարգևատրելու համար պատվոհարթակի մոտ է հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 3-ից 6-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի հավաքական թիմը։ Թիմի անդամներն են Ուիլյամ Սարգսյան, Ռաֆու անվան, համար 36 հիմնական դպրոցից, Գագիկ Կոհանյան, Նիկոլ Աղբարյանի անվան, 19 հիմնական դպրոցից, Մատի Իմամյան, Խաչատուր Աբովյանի անվան, համար 5 հիմնական դպրոցից, Լինա Հարությունյան, Վիկտոր Համբարձումյանի անվան, համար 12 հիմնական դպրոցից, Նատալի Ղարիբյան, Նիկոլ Աղբարյանի անվան, համար 19 հիմնական դպրոցից, Կապին Խարատյան, Լևոն Շանթի անվան, համար 4 հիմնական դպրոցից, Վարդան Սահակյան, Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցից և Եվա Բաթամյան, Վիկտոր Համբարձումյանի անվան, համար 12 հիմնական դպրոցից։ Թիմերի մասնակիցների դպրոցները միասին ստանում են 4 միլիոն դրամ, թիմի ներկայացուցիչը 150,000 դրամ, իսկ թիմում ընդգրկված երեխաները 150,000 դրամ։ Շնորհակալություն նաև մեդալակիր թիմերին։ Կարող եք իջնել արդեն, եթե վայելեցիք բանը։ Let's go. Եվ այսպես, 9-ից 12-րդ դասարանների մեդալակիր թիմերի պարգևատրելու համար շարքային մոտ է հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Վիկտոր Փաշինյանին։ Շատ համառ պայքարում մրցանակային 3-րդ տեղ է գրավել Լոռվա մարզի հավաքական թիմը։ Թիմի անդամներն են Էլեն Սարգսյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արսեն Կարհանյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Արմեն Մատինյան, Վանաձորի թիվ 5 դպրոց, Լինա Եղիազարյան, Վանաձորի թիվ 4 դպրոց, Մանան Նազարյան, Վանաձորի թիվ 1 դպրոց, Ռուզաննա Ներսեսյան, Վանաձորի թիվ 23 դպրոց, և Դավիթ Տոխորյան, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոց, ինչպես նաև Հայկ Բարսեղյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի ավագ դպրոց։ Մասնակիցները ստանում են 75,000 դրամ, այնպես ինչպես թիմի ներկայացուցիչը, և թիմի անդամների դպրոցները միասին ստանում են 1,500,000 դրամ։ Այս թիմերի պայքարում մրցանակային 2-րդ տեղ է գրավել
Շիրակի մարզի հավաքական թիմը։ Թիմի անդամներն են Մելանյա Սիմոնյան, Գյումրու համար 1 ավագ դպրոց, Մարի Խաչատյան, Գյումրու համար 23 միջնակարգ դպրոց, Աննա Մուշեղովա, Գյումրու համար 19 միջնակարգ դպրոց, Մարիա Յակովիչ, Գյումրու համար 7 դպրոց, Վանիկ Խաչատյան, Գյումրու համար 7 հիմնական դպրոց, Արեգ Սուվարյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Գյումրու Օտոն Մարժարան, այնպես ինչպես Բորիս Ամբարյանը և Արեն Վալաչյան, Գյումրու համար 29 միջնակարգ դպրոց։ Թիմի անդամները ստանում են 100,000 դրամ, 100,000 դրամ է ստանում նաև թիմի ներկայացուցիչը, իսկ անդամների դպրոցները միասին ստանում են 2,500,000 դրամ օրետակայում ըստ մասնակիցների բաշխի համամասնությամբ։ Եվ 8 թիմի ոչ այնքան համար պայքարում, բայց վստահ, գերվստահ հաղթանակ է տոնում Երևանի թիմը։ Թիմի անդամներն են Ռուբեն Ղամբարյան, Գուրգեն Մարգարյանի անվան 94 ավագ դպրոց, Էլեն Խաչատյան, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան 139 ավագ դպրոց, Վլադիմիր Վարոսյան, Արամ Մանուկյանի անվան 93 միջնակարգ դպրոց, Արման Հակոբջանյան, Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոց, Ռուբինա Մելքոնյան, Լեոնիդ Ազգավյանի անվան 200 հիմնական դպրոց, Ասինե Միրզոյան, Գալուստ Գյուլդենկյանի անվան 190 ավագ դպրոց, Ժասմին Կանևոսյան և Արման Մինասյան, ակադեմիկա ավագ դպրոց։ Թիմի անդամները ստանում են 150,000 դրամ։ Թիմի ներկայացուցիչը ևս ստանում է 150,000 դրամ։ Եվ թիմի անդամների դպրոցները միասին ստանում են 4 միլիոն դրամ։